Ինչպես գտնել անհայտ արտադրիչը։ Դիտարկենք հետևյալ օրինակը։ Այս արտահայտության մեջ անհայտ է առաջին արտադրիչը։ Հիշիր, եթե արտադրյալը բաժանում ենք արտադրիչներից մեկի վրա, ապա ստանում ենք մյուս արտադրիչը։ Հետևաբար, անհայտ արտադրիչը գտնելու համար անհրաժեշտ է արտադրյալը 48-ը բաժանել հայտնի արտադրիչի 8-ի վրա։ Արդյունքում ստանում ենք 6։ Հետևաբար 6-ը անհայտ արտադրիչն է։ Կատարենք ստուգում։ 6-ը տեղադրում ենք անհայտ արտադրիչի փոխարեն, ստանում ենք 6 անգամ 8 հավասար է 48-ի։ Եթե այդ արտահայտությունը ճիշտ է, ուրեմն մենք ճիշտ ենք գտել անհայտ արտադրիչը։ Դիտարկենք անհայտ արտադրիչը գտնելու ևս մեկ օրինակ։ Այս օրինակում անհայտ է երկրորդ արտադրիչը։ Արտադրյալը 45-ը պետք է բաժանել հայտնի արտադրիչի 9-ի վրա, ստանում ենք 5, ուրեմն անհայտ արտադրիչը հավասար է 5-ի։ Կատարենք ստուգում։ 5-ը տեղադրենք անհայտ արտադրիչի փոխարեն, ստանում ենք 9 անգամ 5 հավասար է 45-ի։ Հիշիր, անհայտ արտադրիչը գտնելու համար արտադրյալը պետք է բաժանել հայտնի արտադրիչի վրա։